Հուսով եմ մայիս ամսին կունենանք կառավարության որոշումը Գիտությունների ազգային ակադեմիայի մասով եւ հաստատված կանոնադրությունը, որից հետո համաձայն օրենքի դրույթների 2 ամսվա ընթացքում պետք է անցկացնենք ակադեմիայի ասոցիացված անդամների ընտրություններ։ Դուք գիտեք, գրեթե 10 տարի ընտրություններ չի կատարվել։ Ընտրությունները կանցկացվեն նոր մշակված կարգով, հիմնված բավականին բարձր գիտաչափական չափանիշների վրա, ինչը կհամալրի Գիտությունների ազգային ակադեմիան բարձրակարգ գիտնականներով, որոնց մոտ 50% կլինեն մինչև 50 տարեկան երիտասարդ գիտնականներ։ Ճիշտ է ընդունված է երիտասարդ մինչև 35, բայց ակադեմիայի համակարգը մենք ընդունում ենք 50-ը։ Դրա համար կհայտարարվի մրցույթ թափոր 35 տեղի համար տարբեր մասնագիտություններով ապահովելով մասնագիտական համամասնություն ակադեմիային։ Օրենքով 100 թիվն է հաստատված ակադեմիայի անդամության համար, պարոն վարչապետ, այս հարցը, եթե հիշում եք, մենք քննարկել ենք ձեր հետ, հիմա ամրագրված է օրենքում եւ այսօր ունենք 35 թափոր տեղ։ Ակադեմիայի անդամների ընտրություններից հետո նոր համալրված կազմով ընդհանուր ժողովը կընտրի նախագահության 8 անդամներին, մեր գիտական հանրությունը այնքան էլ տեղյակ չէ, դրա համար ես որոշեցի դրա մասին տեղեկացնել մեկ անգամ եւս։ 8 անդամների նախագահության ընդհանուր կազմը 11 հոգի է, որից 2-ին առաջարկում է լիազոր մարմինը, իսկ նախագահության ղեկավարը օրենքով հաստատված Հայաստանի Հանրապետության նախագահն է։ Այնուհետև նախագահությունը 1 ամսվա ընթացքում պետք է ընտրի ակադեմիայի նախագահին, որն էլ 1 ամսվա ընթացքում նախագահության հաստատմանը պետք է ներկայացնի ակադեմիայի նոր կառուցվածքն ու հաստիքացուցակը։ Այսինքն, ինչպես տեսնում եք, նոր վերափոխված ակադեմիան իրականում կսկսի գործել 2026 թվականի 4-րդ եռամսյակում։ Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ վերափոխված Գիտությունների ազգային ակադեմիան իրականացնի լուրջ բարեփոխումներ իր լիազորությունների եւ առաքելությունների շրջանակում։ Դա կասկած չի հարուցում։ Այն, ինչ որ չի հաջողվել կատարել անցած 5 տարիների ընթացքում, իմ նախագահության ժամանակահատվածում կկատարվի մոտակա տարիներին։ Մենք չէինք կարող դա կատարել, որովհետև կային օրենսդրական սահմանափակումներ։ Իսկ հիմա կառուցվածքային եւ բովանդակային վերափոխված գան դա կանի եւ կվերականգնենք հայոց գիտության տաճարի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական հեղինակությունը մեր հասարակության մեջ։ Իհարկե, եթե ես ընտրվեմ։ Շնորհակալություն։